Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-997-5321 եւ հայաստանյան 060-3511-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել են պատմաբան, քարտեզագիր, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանին։ Բարև ձեզ, պարոն Գալչյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Գալչյան, ուզում եմ հիմնականում քարտեզների հետ կապված այսօր քննարկում անենք որպես մասնագետ եւ որպես հասարակական գործիչ հայ մարդ, նաեւ թե երկրի ներսում ինչ է տեղի ունենում։ Ամեն դեպքում Ադրբեջանը չի հրաժարվում այն իր մտայնություններից, որ այնինչ մերն է դարձնի իրենը, այդ քաղաքականությունից նա չի հրաժարվում, որքան էլ պայմանագրեր ենք ստորագրում կամ համաձայնագրեր, եւ կրկին շրջանառության մեջ է դրել այսպես Զանգեզուրի միջանցք անվանումով քարտեզը։ Ինչի համար է անում այս ամենը, արդյոք սա քարոզչություն է, սա վտանգավոր է, այս հրապարակումը ինչ նպատակ ունի։ Մենք քարտեզները գովազդից անմիջապես հետո ցույց կտանք էկրանին, ամեն դեպքում նրա նպատակների մասին խոսենք եւ արդյոք վտանգավոր է դե Հայաստանի Հանրապետության համար։ Նպատակների համար ասեմ, որ այդ քարտեզը, որ Ադրբեջանը պատրաստել է եւ ադրբեջաներենով է, ոչ թե լատիներեն կամ ուրիշ լեզվով, ադրբեջաներենով պատկերված այդ քարտեզը, ես կարծում եմ ներքին իրենց շուկայի համար է, ներքին Ադրբեջանի հասարակության համար է, որպեսզի ցույց տա դեռևս դրանով ուզում է ցույց տա, որ ինքը դեռ պահանջներ ունի Հայաստանից եւ Զանգեզուրի միջանցք կոչեցյալը ինքը իրականացնելու է։ Միշտեր այն իրականությունը, որ ինքը ստորագրել է այդ փաստաթղթերի տակ, ուրիշ բան է ասում։ Ասում է Զանգեզուրի միջոցով հայկական տարածքով ճանապարհ եք ստանալու, Հայաստանի տարածքով ճանապարհ եք ստանալու։ Այլև այդ քարտեզի անունը նույն սովորական քարտեզն է Սյունիքի, որը ցույց է տալի Արաքսի հարավային հապը եւ այլն, բայց մետեսակի քարտեզ է, որ Պարսկաստանի եւ Իրանի սահմանը, որ Արաքս գետն է, երկաթուղին, որ կից է նրան, եւ դրա երկու կողմերին հյուսիսում հայկական ավտոուղի կա, Պարսկաստանի դեպքում պարսկական ավտոուղի, այնքան մոտ են, որ երկաթուղին եւ սահմանը եւ սահմանը իրարից չես կարող ճոկել, միացած են համարյա։ Ես հաջորդ մասում այդ քարտեզները ցույց կտամ, որ ինչպես դրանք տարբեր են։ Քարտեզների մասին կխոսենք էկրանին տեսնելով, փորձենք հասկանալ ընդհանրապես մի փոքր պատմական պատմական փաստաթղթերը եւ քարտեզները ընդհանրապես ինչ են ցույց տալիս Զանգեզուրի, այսինքն Սյունիքի պատկանելության հարցում դա ումն է։ Սյունիքը մշտապես եղել է Հայաստանին, նույնիսկ արևելյան Սյունիքը Հայաստանի տարածքում է եղել, երբ որ 20 թվականին նոյեմբեր 30-ին Ադրբեջանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը եւ Նախիջևանը Հայաստանինը պետք է լինեն։ Հայաստանը նոյեմբեր 29-ին դարձավ կոմունիստ իշխանության հսկողության տակ անցավ, մյուս օրը Ադրբեջանը, որտեղ դրանից արդեն 6-7 ամիս առաջ ընդունել էր կոմունիստական կարգերը, պաշտոնապես հայտարարեց, թերթերով գրեցին, որ Ադրբեջանի ազգային ժողովը որոշել է, որ Լեռնային Ղարաբաղը, քանի որ հայերով է բնակեցված հիմնականում, պետք է տրվի Հայաստանին, նույնպես Նախիջևանը, որ կես-կես թուրք եւ հայ է ժողովուրդը, նա էլ պետք է Հայաստանի գերիշխանության կողմ լինի։ Երբ որ մենք խորհրդային բան այս ստացանք, դրանից կարճ ժամանակ անց մեր ամբողջ տերիտորիան Հայաստանը հանձնվեց Կարմիր բանակին։ Այդ տերիտորիայի մեջ էր գտնվում Նախիջևանը, գտնվում էր նաև Լեռնային Ղարաբաղը, որի մեջ առնվում էր Քաշաթաղը, Քարվաճառը եւ Արևելյան Սյունիքը։ Դա ընդհանուր կոչվում էր Լեռնային Ղարաբաղ։ Արցախը այսօրվա հետորվա առանձնացավ մեջտեղում այդ 4700 քառակուսի կիլոմետրը, դա չէր, դրան կից էր Քարվաճառը, Քաշաթաղը եւ նույնիսկ Արևելյան Սյունիքը։ Տեսեք, Ալիևը հայտարարում էր ժողովրդին, որ արդարությունը հաղթանակեց եւ ի վերջո մենք այս մեր ճշնամիներին դուրս շպրտեցինք մեր պատմական տարածքներից։ Այո, հիմա հետո շարունակությունն ասեմ։ Սա 20 թվականի դեկտեմբերին էր։ Հետո Լենինը 21 թվականի ապրիլին
հայտարարեց, որ Ղարաբաղին տալիս է ինքնավար շրջանի անուն։ Եվ այդ ինքնավար շրջանը պետք է պատկանի Ադրբեջանին։ Այսինքն նախկին Ադրբեջանի որոշումը, քաղաքային որոշումը, ազգային ժողովի որոշումը չեղյալ համարից եւ ասաց դա պիտի պատկանի Ադրբեջանին։ Այդ մեկն էր, իսկ հուլիսին 2021 թվականի հուլիսին Ստալինը եկավ Անդրկովկաս, այդտեղում սկզբում հայտարարեց, որ ճիշտ է Լեռնային Ղարաբաղը, այդ ամբողջ շրջանը, որ ես ասում եմ, ներառյալ Քաշաթաղը, Քարվաճարը, Արևելյան Սյունիքը, պետք է Հայաստանին լինի, ինչպես որ հայտարարվել է, Մոսկվայի թերթերումն էր տպագրվել այդ որոշումը։ Երեկոյան հանդիպում ունեցավ Նարիմանովի հետ, Ադրբեջանի նախագահի հետ, եւ մյուս առավոտը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը պետք է նույնպես Ադրբեջանի կազմում մնա, լինի, ոչ թե մնա, վերադարձվի Ադրբեջանի կազմին։ Այս որոշումն էր, որ մինչև այսօր ճակատագրական դարձավ։ Մենք ծրագիրն ենք մնացել։ Դրա մեջ ներառկա էր Արևելյան Սյունիքը, Քաշաթաղը, Քարվաճարը եւ բոլորը, որ դրվեց Ադրբեջանին։ Այդտեղ հիմնակարը դրվեց այս հակասությունների եւ ոչ թե դրվեց պատահաբար։ Ես կարծում եմ դրվել է որ դիտումնավոր, քանի որ Խորհրդային Միության ընդհանրապես կենտրոնական մեծ մկայսությունների նպատակն է, որ հարևանները անընդհատ իրար հետ բախման մեջ լինեն, որ իրենք հսկող լինեն դրանց եւ եթե պետք լինի, քանի որ իրենք են ուժեղ այդ շրջանում, իրենց հրավիրեն եկեք մեր խնդիրները լուծեք եւ նրանք միշտ խնդիրները լուծեն իրենց շահին։ Մյուսների հաշվին իրենց շահին։ Քաղաքական տեսակետից նկատեք, տեսնում եք ուրեմն այդ պատճառ դրա համար էր, որ որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խնդիրներ առաջանան, որոնք արդեն սկզբնական շրջանում 1905 թվականից սկսել էին եւ կոմունիստները սրանց թեև տվեցին, ավելացրեցին Հայաստանի մասեր տալով Ադրբեջանին, որպեսզի ապագայում նույնը շարունակվի։ Եվ ցավոք սրտի տեսանք, որ դա շարունակվեց։ Ադրբեջանի պատմաբանները, Ադրբեջան երկրի անուն ես համար ասեմ 1905 թվի, 1913 թվի Օսմանյան քարտեզներին եթե նայեք, Կովկասի տարածաշրջաննշով, սովետ-ռուսական կայսրության տարածքներ ցույց տալի, որ ամբողջ Պարսկաստան, մինչև Պարսկաստանի սահմանը եւ մինչև Թուրքիան, ներառյալ Կարսը, Արդահանը, Ասիս եւ բոլորը Ռուսաստանի կազմում են, դրանց վրա 3 երկրի անուն գրած էր։ Շիրվանի Բաքուի շրջանի վրա գրված է Շիրվան, Պարսկաստանի արաքսից հարավի վրա գրված է Ադրբեջան, իսկ մեծ հայքի վրա, որը գտնվում էր բաժանված Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև, մեծ տառերով գրված է Հայաստան։ Դա թուրքական օսմանյան քարտեզ է։ Մեր գծած քարտեզը չի, գրքերից մեջ հրատարակել եմ այդ քարտեզը։ Այսպեսով ցույց է տալիս, որ նույնիսկ այդ ժամանակ Ադրբեջանը գոյություն չուներ արաքսից հարավ։ Ադրբեջանը Պարսկաստանի նահանգներից մեկն է եղել շուրջ 2000 տարի, որին մենք կոչում ենք Ատրպատական։ Ատրպատական անունն էլ դրա հին անվանումն է, որովհետև այդ շրջանը, երբ որ 2 դար մեր թվարկությունից առաջ Ալեքսանդր Մակեդոնացին եկավ հարձակվեց Պարսկաստանի վրայով անցավ հասավ մինչև Աֆղանստան, Հնդկաստան, այդ շրջանը, որը այսօրվա Պարսկաստանի հյուսիսարևմտյան շրջանն է, որը բուն Ատրպատական են կոչում ենք, այդ շրջանի անունը Մարաստան էր, որը պարսկական կայսրության մասն էր կազմում։ Այդ Մարաստանի ուրեմն ղեկավարն էր, զինվորական ղեկավարն էր Ատրոպատ անունով, որը պաշտպանեց իր երկիր, զորք հանեցվոտ եւ չթողեց Ալեքսանդր Մակեդոնացին մտնի իր տարածքը։ Մակեդոնացին հարավով շրջանցեց այդ շրջանը եւ գնաց հասավ մինչեւ Աֆղանստան եւ Հնդկաստան։ Դրա մահվանից հետո տեղի ժողովուրդը ի հարգանքս իրենց զորավարի երկրի անունը փոխեցին, դրեցին Ատրոպատեն, Ատրպատի անուն, Ատրոպատի երկիր։ Այդ անունը մենք միջև պատպանել ենք, հայերենով այդ շրջանին կոչում ենք Ատրպատական։ Իսկ երբ արաբները արդեն այդ շրջանը գրավեցին 7-րդ դարում, լեզուն սկսեց դառնալ արաբերենի ենթակա մի լեզու, անունները որը փոխվեցին արաբերենի,
Արաբերենի մեջ դ, զ, գ տառերը մի քիչ խառնված են իրար։ Ինչպես որ ատրպատականը, որ ատրոպատեն էր, ատրոպատենը դարձավ ատրոպաթան, ատրոպագան, ատրոպետան, ադրբեգան, ադրբեջան եւ Ադրբեջան։ Աստիճանաբար տրոհվեց։ Եվ այս անունը, որ այսօր դրա վրա դրված է Ադրբեջան, այդ տրոհված անունն է։ Պարսիկներ իրենց նահանգը այդ շրջանը 3 մասի են բաժանել. Արևմտյան Ադրբեջան, Արևելյան Ադրբեջան եւ Արդաբիլի նահանգ, քանի որ ժողովուրդ շատ մեծ թվով է այդտեղ ապրում եւ խիտ է բնակեցված եւ բաժանեցին սկզբում մինչեւ 30-ական թվականները, մինչեւ 50-ական թվականները, դրանք մեկ նահանգ էին, Ադրբեջան նահանգը, Պարսկաստանի, Ադրբեջան նահանգը, հետո դարձավ երկուսը արևմտյան, արևելյան, հետո էլի 3 մասի արեցին, Թուրքիայի հատված կոչվում է Արևմտյան Ադրբեջան, կենտրոնական մասը կոչվում է Արևելյան Ադրբեջան, իսկ պարսիկները այստեղ մի դիվանագիտությամբ խաղ խաղացին։ Այդ շրջանը, որ սահմանակից է Ադրբեջանի Հանրապետությանը, իրանց ատրպատական նահանգի անուն դարձրեցին Արդաբիլի նահանգ, որպես անունով շահեցին, փաստորեն։ Այո։ Շահեցին, քանի որ երբ որ ուրեմն առաջին համաշխարհային պատերազմից հետո այդ շրջանը անկախացավ, ինչպես գիտեք, մենք էլ 18 թվականին անկախ երկիր ունեցանք, վրացիները եւ այդ շրջանի ժողովուրդն էր, այդ արևելյան շրջանը, ուրեմն երբ որ անկախացանք, Վրաստանի նախկին անունը վերցրեց, որ 1000 տարվա ավել անուն է, Հայաստանը վերցրեց իր 2500 տարվա առաջվա անվանումը Հայաստան, իսկ մյուս երկիրը որոշվեց կոչվել Հարավ-Արևելյան Կովկասյան մուսուլման հանրապետություն։ Բայց Ամին Ռասուլզադեն, որ իրենց ծայրահեղական ղեկավարն էր, խորհրդակցելով Օսմանական կայսրության իշխանությունների հետ, որոշեցին այդ իրենց երկրի անուն ոչ թե դնել այդ մուսուլման հանրապետությունը, այլ դնել Պարսկաստանի նահանգի անունը։ Վերցրեցին Պարսկաստանի Ադրբեջան եւ դրեցին իրենց երկրի վրա։ Եթե եվրոպական քարտեզները նայում եք մինչև 1918 թիվը, Արաքսից հյուսիս որևէ տեղ Ադրբեջան անունը գոյություն չունի։ Նախկինում Աղվանք էր, Առան էր, հետո դարձավ միջին դարերից հետո դարձավ Շիրվան, այդ անուններն է գրած դրա վրա։ Ինձ ատրպատականը Ադրբեջան հարաքսից հարավ է կոչվում։ Որոշ քարտեզների վրա էլ, որպես պատմական քարտեզների վրա էլ, նույնիսկ քարտեզագետը նշել է ատրպատական Ադրբեջան կամ ատրպատական Պարսկաստանի նահանգի վրա, որ այսօր ատրպատական ենք ասում ենք, իրենք Ադրբեջան, գրված է Ադրբեջան կամ Ատրոպաթեն։ Այսինքն նույն անունն է, որ այսպես է փոխվել է դարձել է այդ անունը։ Պարոն Գալստյան, հիմա փաստորեն Իրանը բազմիցս հայտարարել է, որ ինքը դեմ է այս միջանցքին։ Հիմա դուք շատ եք խոսել Ադրբեջանի կողմից այդ հրապարակված կեղծ քարտեզների մասին։ Իրանի դիրքորոշումը ինչպիսին է այս Զանգեզուրի միջանցք անվանումով քարտեզի վերաբերյալ, որտեղ ի վերջո իրենց էլ է սա Զանգեզուրի վիճած քարտեզը ես փոխվեց նյութը ուրիշ բանի անցանք, քանի որ ամեն դեպքում մենք պատմական ակնարկներ արեցինք, որ այստեղ առավելությունը մեր կողմն է, մենք պետք է ոչ թե խոսենք, ոչ թե։ Գիտեք ինչ է, Պարսկաստանը խնդիր ունի, Հայաստանի հետ խնդիր չունի բոլորովին, մենք կապ ունենք մեր միջոցով գնում է հասնում է Վրաստան, Ռուսաստանի ճանապարհները իրան, բաց է Սև ծովին էլ որոշ չափով մեր տարածքով Վրաստանում անցնում հասնում է Սև ծով։ Եթե այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը տրվի Ադրբեջանին, այսինքն այդ հողամասը մեկ շերտը երկաթուղու գծի երկու կողմերով երկարությամբ տրվի որպես Ադրբեջանի հողամաս տրվի իրեն, Հայաստանի եւ Պարսկաստանի կապը ընդհանրապես կկտրվի։ Մենք հնարավոր չենք անցնելու Արաքսը, քանի որ սահմանը դառնում է Արաքսից դեպի ավելի հյուսիս գտնվող այդ երկաթգծի շուրջը։ Այդ դեպքում դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո արդեն քարտեզի վրա առարկայական խոսենք, որովհետև քանի որ սա ոչ միայն մեզ է վնաս, այլ նաև Իրանին եւ գուցե պետք է համատեղ որոշում կայացնել եւ Ես ցույց կտամ քարտեզի վրա, որ տեսեք ինչպեսին է։ Հիմա կարճատև գովազդային դադար մեր եթերում, հարգելի հեռուստադիտողներ, որից հետո կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը, հետեւեք խնդրեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։
Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Արգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է քարտեզագիր պատմաբան Ռուբեն Գալչյանը։ Պարոն Գալչյան, փաստորեն, որքանով է կարեւոր այս քարտեզների մասին խոսելը, հաշվի առնելով թե մեր Տշնամին ով է եւ գիտենք, որ միջազգային հարթակներում շատ կեղծարարություններ անելով հասնում է իր ուզածին, գուցե պետք է նման հաղորդումների ձևով, հոդվածների ձևով այդ կեղծ քարտեզները բերել մեջտեղ միջազգային հանրությանը ցույց տալ, որտեղ հնարավոր է, որ Ադրբեջանը հետո դրանք որպես փաստաթուղթ կարողանա օգտագործել մեր դեմ։ Գիտեք, որտեղ գործիք է դարձրել քարտեզները։ Քարտեզները գործիք են դարձել, բայց քարտեզները միայն մեկ հոգու գծածի չի։ Ադրբեջանը ունի պատմական քարտեզների մի հատ գրքույկ, որը Պարսկաստանի տարածքի կեսը կոչել է Ադրբեջան։ Դա ոչ մի իրավական իր բան արժեք չի ներկայացնում Իրանից, քանի որ մեկ հոգի գծել է, մեկ հոգի ներկայացել է այդ գրքի մեջ այդ Զիա Բունյատովը իրենց հայտնի քարտեզագետ պատմաբան եւ այլն։ Ոչ մի արժեք չունի այդ գրականությունը, պարզապես ցույց է տալիս այս նկարտումներն ինչ են։ Մենք Իրանի հետ պետք է համատեղ աշխատենք, որ այստեղ հաղթանակ ունենանք։ Մենք Իրանի հետ աշխատում ենք, պիտի աշխատենք, պիտի ավելի մոտ աշխատենք, մոտից աշխատենք։ Անցյալ օրներ հետաքրքիր էր մզկիթում հայ գիրք, հայերեն գրված գիրքը խորենի գիրքը, այսպես պարսկերեն էր թարգմանվել եւ պարսկական դեսպանությունը իր մշակույթի կցորդի միջոցով գրքի ցրահանդես արեց ընդդեմ։ Այսինքն պարսիկներն պատրաստ են շատ մոտից համագործակցելու մեզ նույնիսկ մշակույթային ասպարեզներում, բաց մյուսները դեռ չեմ ասում։ Եվ այդ արդիվ մենք պետք է ավելի աշխատենք նման գործերով զբաղվել եւ ավելի շատ մոտ կապեր հաստատել Պարսկաստանի հետ, քանի որ մերոնք խորհրդային շրջանում դե մուսուլման երկիր է, մենք ինչ գործ ունենք այդ Արևանի
թագավորը ինքնել միապետ է, ընդեղը չէին խոսում, որ խորհրդային միությունը ավելի միապետական երկիր էր, քան Պարսկաստանը, Շամթակի շահի ժամանակ նույնիսկ։ Վերջապես այդ գործերը պիտի արվի, եւ գիտեք ինչ է, մենք 30 տարի է որ երկաթգիծը չի աշխատում էր։ Միայն հիմա ստեղից գնում է Թիֆլիսից գալիս է Երևան, երկրից դուրս միակ կապը դա է։ Հիմա քարտեզներով արդեն բացատրեք համար մեկ մեզ։ քարտեզ ես ձեզ ցույց կտամ այստեղ, որը այսպես եթե կարողանանք մեծ Այդ կարմիրով նշվածը դրանք։ Այո, դրանք տեսեք, այս կարմիր մեջտեղումը այդ հանգույցի տեղը Հայաստանն է մեջտեղում։ Երևանը։ Քարտեզի ձախից գիծ բարձրանում է դեպի Մոսկվա, Ռուսաստանի վրայով դեպի Մոսկվա, ձախից դեպի ներքև գնում է Կարսի միջոցով Թուրքիա, Հայաստանով, Կարսով դեպի միջերկրական ծով, կենտրոնից Հայաստանից դեպի աջ, եթե ճանապարհը բացվի Բաքվի միջոցով, կհասնեն Կասպից ծով, այնպես էլ լաստամանավերով գնացները կհասնեն մինչև կենտրոնական Ասիա, իսկ դեպի հարավ գնացող, ներքև գնացող ճանապարհը Ջուլֆայից, պարսկական Ջուլֆայից, որ հիմա այսօր Նախիջևանում է գնում, դեպի Պարսից ծոց ճանապարհն է, որ դա էլ բացվի։ Բոլոր մասնակից 6 երկիր կա այս շրջապատում։ Համար 2 քարտեզ եթե կարողանաք ցույց տալ էկրանի վրա։ Համար 2-ը խնդրենք մեր օպերատորին։ Հա, տեսեք, այս քարտեզի վրա այս նույն կենտրոնն է մի քիչ ավելի մեծացրած։ Դեղինները ռուսական երկաթուղիներն են, կանաչները ադրբեջանական երկաթուղիներն են, կարմիրները հայկական երկաթուղիներն են, բաց կապույտը Թուրքիայի երկաթուղին է, մուգ կապույտը Պարսկաստանին է։ Իսկ ամենափոքրը մեր, Այս 6 երկիր միանում են իրար, եւ քանի որ Հայաստանում 2 կտոր ճանապարհ կա որ փակ է, ոչ մեկ իրար հետ հաղորդակցություն չեն կարող ունենալ։ Փակ է որերը Տեսեք, մեջտեղում մի փոքրիկ կարմիր շրջան կա նշված։ Այդ կարմիրը Հայաստանի վրան էլ գրած է Հայաստանի սահման։ Հայ-իրանական սահմանի մասին։ Հայ-իրանական սահմանն է Մեղրին է, որ այդ 43 կիլոմետրը տեղ է փակված։ Հետո դրանից դեպի ձախ կանաչի Ադրբեջանի ճանապարհը բարձրանում է, գնում է հասնում է մինչև Երասխ, նորից փակվում է, ուրեմն գնում է Նախիջևանի մեջից մեկ ծայրից մինչև Նախիջևանի մյուս ծայրը, բայց մյուս կողմը արդեն Երասխն է, Հայաստանն է, դա էլ է փակված այսօր։ Եթե այս երկու ճանապարհները բացվեն եւ Հայաստանի ճանապարհը Երասխից դեպի Կարսը բացվի, այս 6 երկրները ամբողջ աշխարհի հետ կապ կարող ունենան, բացի այս միջոցով նույնպես արևմտյան երկրները, ուրիշ եվրոպական երկրները կարող են այդ երկաթգծից օգտվելով միանան հասնեն մինչև Չինաստան, չինական ապրանքներից մեր մասն էլ կարող է այս երկաթգծով կամ Հայաստանի վրայով, Ադրբեջանի, Հայաստանի վրայով անցնի Թուրքիայով մինչև հասնի Եվրոպա։ Այսինքն սա հենց այդ Հայաստանի եւ Ադրբեջան ապաշրջափակում եւ տրանսպորտային երթուղիների մասին որ խոսում են, հենց այս համար 3 քարտեզ եթե ցույց տաք, խնդրենք մեր օպերատորին։ Համար 3 քարտեզի մեջ մի քիչ ավելի մոտ Հայաստանի տարածքն ամբողջովին։ Տեսեք, այդտեղ D եւ E տառերի միջև այդ մեղրի մկտորն է մկտորը։ Ընդեղից D եւ G տառերի մեջ դրանք ադրբեջանականն են մինչև Ջուլֆա, հետո G-ից շարունակվում է մինչև վերևինը B տառը, որը Երասխն է։ Երատես։ Հետո ճանապարհը կանաչի փոխարեն կարմիրում է, դառնում է Հայաստանինը։ Կանաչը Ադրբեջանինն էր, կարմիրը դառնում է։ Հետո գնում է դեպի ձախ, այնտեղ սահմանում քարտեզի ձախի վրա, այդտեղ որ E-ը գրված, սահմանի գիծն է, որ անցնում է Կարս։ Վերևում։ Այո։ Դա երկաթգիծերն են։ Տեսեք, մեկը մյուսի սկզբում ներքևում աչում այդ Z տառի մոտ հայ-ադրբեջանական երկաթուղին է, գալիս է հասնում է E-ին, դառնում է հայկական մինչև։ Իսկ ինչու է կարմիր, հետո կապույտ, D-ի այդ հատվածը։ Որտեվ կարմիր կապույտ չէ։ Կարմիրը եւ սահմանն է պարզապես։ Սահմանն է պարզապես։ Այդ կապույտ երկաթուղին է։ Նորից իրանական երկաթուղին է։ Իրանական չէ, այդ Հայաստանի երկաթուղին է այդ կարմիրը։ Այդ կապույտը։ Կապույտը Հայաստանի։ Կապույտը Հայաստանի։
ներողություն Կարմիրը Հայաստանի երկաթուղին է, կապույտը սահմանն է։ Կապույտը սահմանն է։ Ուրեմն այդ սահմանը հասնում է, հետո դից հետո փոխվում է կանաչի։ Ադրբեջանը մինչև գալիս է ԲՏՌ, այնտեղ Ադրբեջան, հետո նորից դառնում է հայկական։ Տեսեք այդ երեք կտորը եթե իրար միանան, ընդունենք որ որևէ միջազգային որևէ բեռնատար գնաց կարող է այդպես մտնել Հայաստան, Հայաստանով Ադրբեջան, Ադրբեջանով գա հասնել մինչև Նախիջևան, Մեղրից գնա Ադրբեջան եւ շարունակի որտեղ որ կարի։ Միանա եւ ով լինի եւ ինչ գույնով են գծելու, եթե միանում է։ Գույները կմիանույնը կմնան, բայց մարտապես իրավունքը կտրվի որ գործածվի։ Այսինքն ամեն մարդ նորից իր հատվածի տերը կլինի նորից։ Ամեն մարդ իր հատվածի տերը կլինի։ Իսկ անցակետերը դա իրավունք կտանու ուրիշ երկրների գտածների տեղից անցնել։ Ամբողջ Եվրոպան այդպես է աշխատում։ Այսինքն պարզապես մեկ ընդհանուր գիծ լինի։ Այո, ամբողջ Ֆրանսիայի երկաթուղիները SNCF-ն է, անցակետերով կլինի արդեն այդ միանումը Գերմանիային, Գերմանական Deutsche Bundesbahn-ին միանումը առանց հասկանալու դու քշելու չես հասկանում որ անցավ։ Պարզապես այդ մասի վերահսկողությունը, նորոգումները, ապահովությունը Գերմանիայի ձեռն է, այն մյուս մասը Ֆրանսիայի ձեռն է։ Բայց ամեն գրանցք իրավունք ունի ոստեղից մտնի, այն կողից դուրս կա գնա իրագործին։ Այսպես էլ պիտի անցակետները պիտի հսկողություն ունենանք անձնագրերի հսկողություն եւ մաքսատան հսկողություն։ Բեռների հսկողություն։ Մեր տեղից ինչ բեռը որ ներս մտավ, պլոմբում է այդ վագոնը, դից էլ նույնը պիտի դուրս գա առանց այդ պլոմբը բացելու։ Մենք արդար կաշխատենք հաստատ, պարոն Ես կարծում եմ արդար կաշխատենք, վրա պետք է այդպես մենք պետք է մի բան անենք, որ մյուսն էլ պարտավոր լինի աշխատի, եթե արդար չաշխատի, մենք էլ մեր ճանապարհը փակենք նորից։ Դե եւ մի բան անելը Միացյալ Նահանգներին գնացինք, խնդրեցինք։ Տեսեք, այսօրվա խնդիրը մի բան կա, որ Միացյալ Նահանգների նույնիսկ շատ շահախնդիր է, որ այստեղ այս ճանապարհը աշխատի, քանի որ իր շահին էլ է։ Ինքն էլ է որոշ ներկայություն կունենա այս շրջանում։ Մեղրի շրջանի այդ հատվածի գիծը որ պետք է կառուցի, դրա կառուցման հսկով վերահսկողություն, եւ աշխատանքը բանելու, աշխատունակ պահելու համար այդ ճանապարհը։ Զինվորական իրավունք մասնակցություն չի ունենա այդտեղ, քանի որ հենց նույն պայմանահամաձայնագրի մեջ որ մենք ստորագրել ենք հայրվե, նշում է որ երկրների երկու երկրների սահմանի վրա երրորդ երկրի ուժեր չպիտի լինեն։ Այդտեղ նշված է դա պարզ։ Ուրեմն ամերիկյան զինվորական նույնիսկ չի կարող լինել, դրանով Իրանին անհանգստությունը կփարատվի, քանի որ Իրանը մտածում էր հանգարց եթե Ամերիկան իր զորքերն էլ բերի Իրանի սահմանին հատտատի, իրանց համար նպաստալի չէ, ընդունելի չէ։ Բայց դա երկված է, քանի որ պայմանագրի մեջ ասում է, որ երրորդ ուժի զորք իրավունք չունի այդտեղ մնալու, այդտեղ հաստատվելու կամ լինելու երբևէ։ Իսկ Ադրբեջանը երբ որ գանգատվում ասում են դիտորդները դիտորդները քաղաքացիներ են։ Ոչ մեկի մեջ զինվորական գոյություն չունի։ Պարզապես քաղաքացիները իրենց զենքն էլ հերադիտակն է։ Նայում են տեսնեն ինչ է կատարվում, զեկուցում են իրենց։ Եվ դրանից ցայտնոտի են, չէ, որ հերադիտակով իրենց դեմ իրենց համար վտանգավոր չէին կարող իրենց այդ ոտնաձգությունները շարունակել։ Այս 2 տարի է որ հագին այդ դիտորդների բերումով ավելի ապահով է դարձնում։ Չեմ ասում 100%-ով։ Տարի 8 ամիս զինվոր չի զոհվել, դա ոչ միայն Հայաստանի դիվանագիտության շնորհն է, այլ շնորհիվ ասել օգնություններ, որ սրանց էլ բերեցին։ Իրենց բերեցին, ամեն դեպքում մեկ մենակ չեք հասել այս արդյունքին։ Այս րոպեին մենք ունենք դիտորդներ եւ դիտորդներն էլ ասում են Ադրբեջան ասում են սահմանի վրա չպիտի դիտորդ լինի։ Դիտորդները սահմանի վրա չեն, սահմանից 5-10 կիլոմետր հեռու են։ Ընդհանրապես մինչև հիմա էլ հեռու են սահմանի վրա շատ միայն հանդում են որ անցել են սահմանը տեսնի ինչ է կատարվում ուրիշ տեղ չեն անցել Էլի քարտեզ ունենք պարոն Գալստյան Չէ ավելի մանրամասը քարտեզը վերջին էր համար 4-ը եթե կարողանանք նայել Հիմա փորձենք 4-ը տեսեք սա ցույց է տալի այդ կարմիրը Հայաստանի սահմանն է կանաչի նորից Ադրբեջանի երկաթուղին է այստեղ Հայաստանի երկաթուղին կապույտ եմ գծել հետո նորից դառնում է տեսեք Մեղրին կտրում է Ադրբեջանի երկաթուղու ճանապարհը կանաչ է գալիս է դառնում է կապույտ հետո նորից դառնում կանաչ Ադրբեջանը այդ էր որ այս քարտեզը որ գծել են իրենք նորը գծան Ադրբեջանի միջանց կանոնն է այս քարտեզն է
մի քիչ ավելի փոքրացած, որովհետեւ այդ գծերը շատ կպած լինեն իրար, որ հայտնի չիմացողը չհասկանա, որ սահմանը որտեղից է անցնում, երկաթգիծը որտեղից է, բայց այստեղում շատ པարզ երևում է, երկաթգիծը անցնում է Հայաստանի տարածքով։ Այդ կապույտից վերև տեսնում եք սև սպիտակից, երկաթուղին դա է։ Երկաթուղին դա է։ Իսկ կապույտը սահմանն է, Արաքսկետն է։ Որում Ալիևը դրա մասին էլ է չէ խոսացել, որ այսուհետ այդ ճանապարհները կմիանան։ Սա ուրեմն մանրակրկիտ ցույց է տալի։ Եվ մեր ընդդիմությունը, եթե մտածում է երկրի շահի համար, պիտի Ադրբեջանին բողոքեր ընտեղությունը, Ադրբեջանի հնարավորություն, որ այսինչ քարտեզ եք տպել, որ Պարոն նախագահ Ալիևը ստորագրել է, որ այդ երկաթուղին անցնելու Հայաստանի տարածքով, դուք այստեղ այդ նույն քարտեզը նկարել վերև գրեք Մազանգեզուրի միջանցք։ Այդ անունը որ պայման ստորագրված պայմանագրերի մեջ ոչ մեկի մեջ Ադրբեջանի Զանգեզուրի միջանցք անվանումը գոյություն չունի։ Ուրեմն այդ հրատարակողը, որ իրենց քարտոգրաֆիայի ինստիտուտն է, պիտի ուրեմն բողոքել դուք ինչ իրավունքով եք հակառակ ձեր նախագահի քարտեզ տպում, ձեր նախագահի ասած։ Բայց իմ իշխանությունների դեմ են օգտագործում այս քարտեզը։ Դրա փոխարեն իշխանությունների այս քարտեզը մեծացնում են, շատացնում են, սխալ ձևով են ցույց տալի եւ ներկայացնում են հայ համայնքին, որ տեսեք Ադրբեջանը Զանգեզուրի միջանցք է ուզում։ Դա ընդդիմության պահվածք չի։ Ընդդիմությունը այն է, որ շինարար քննադատություն անի հանրային ժողովում, ոչ թե եթե մի բանը չի հավանում, թողնի բոյկոտանի դուրս գա։ Իշխանությունները խոսում են հատկապես Արարատ Միրզոյանը երասխատարակ երկաթուղային այդ հատվածի բացումն էր կարևորում ավելի շատ։ Երասխատարակը հենց բերտերը, որ երասխի մոտ ադրբեջանական երկաթուղին գալիս ասում եւ պիտի միանա Հայաստանին։ Իցը կա գոյություն ունի, բայց չի աշխատում։ Եվ կա նաև հետևյալ մտահոգությունը, որ այդ հատվածի բացումը արդյոք հետագայում չի դառնա Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականության վերահսկողության հետ կապված, մենք չենք կորցնի ինչ-որ բան։ Հատկապես նշված է տարած երկաթուղից անցնում է Հայաստանի ինքնիշխան տարածքով։ Էլ ինչպես կարող է լինել։ Եվ այսօրվա օրը պարոն Թրամփը հայտարարեց, որ եթե Ադրբեջանը ուրեմն կոնգրեսին գնայես ծրագիր գնացել, որ եթե Ադրբեջանը օրերից մեր Հայաստանի վրա հարձակվի, դրժելով իր ստորագրած նախապայմանը եւ իր համաձայնագրությունը, Ադրբեջանը կընկնի ծանր սանկցիաների տակ եւ շատ մեծ պատիժ կունենա դրա արդյունքում։ Անցած անգամ դուք այլ ասեցիք, որ Ալիևին ձեռք չէր տալի այդ նախաստորագրությունը դնելը, որովհետեւ ավելի շատ իր համար խնդիրներ է ստեղծում։ Իր խնդիրներ է ստեղծում, ուղղակի խնդիրների մասին կուզեք ես դա այլ ասեմ։ Բայց խնդիրն է, որ դա ցույց է տալիս, որ Հայաստանը պիտի ապահով զգա, որ Ալիևը չի հարձակվել, քանի որ երաշխավորը ամերիկան սպառնացել է իրան, անուղակի ձևով սպառնալու է իրան, որ ասա թե այդ գործը չանես։ Մեր ընդդիմությունը բողոքել է Ամերիկայի կոնգրեսին, թե չընդունեք ծրագիրը։ Քանի որ դա վնասում է Հայաստանին։ Ինչպես է վնասում Հայաստանին։ Իսկ ընդհանրապես թուրք-ադրբեջանական նախագիծ էր այդ քարտեզների հետ կապված։ Այդ քարտեզի թուրք-ադրբեջանական չի, նախագիծ չի եղել, դա ամերիկյան նախագիծ է։ Չէ, դե նկատի ունեմ այս Զանգեզուրի միջանցք քարտեզի մասին է խոսքը, այստեղ Թուրքիան ունի մասնակցությունը։ Տեսեք, Թուրքիան հիմա այլևս Զանգեզուրի միջանցք տերմինը չի օգտագործում։ Զգուշավոր է։ Այո, շատ ավելի զգուշավոր է։ Այսինքն ավելի շատ է։ Ադրբեջանն էլ չի օգտագործում, ես քարտեզն է որ հրատարակվել է, որ իրանց պիտի դրա համար որ պիտի բողոքել, որ ձեր նախագահի։ Այո, հասարակական կազմակերպություն, բայց ձեր նախագահի հաստատման հակառակ դու կանոն եք դրես միջանցքի վրա։ Այսինքն սա կարելի ասել նախահարցակեր տեսնել միջազգային հանրության արձագանքը մեր Իրանի, որից հետո շարունակել։ Ցավոք սրտի մեր ընդդիմությունը օգնում է Ադրբեջանին այս պարագային։ Իսկ իշխանությունները տվել են համարժեք պատասխանը։ Պատասխաններ տրվել են, այո, որ այդպես մի գոյություն չունի, քանի որ սա արդեն գրավորված, վավերացված փաստաթուղթ կա, որ Զանգեզուրի միջանցք կանոնը գոյություն չունի։ Այս փաստաթղթի ընդդիմությունը նրանց ջրաղացին ջուրելացնում, իհարկե։ Նոր չի, սա նորություն չի։ Ընդդիմությունը նույնիսկ հայտարարել որ մենք պետք է Արցախի խնդիր առաջ քաշենք, որ Արցախն անկախանա։ Ամբողջ աշխարհը գիտի, որ
մեր 3 նախագահներն էլ ընդունել են, որ Արցախը Հայաստանի, Ադրբեջանի տարածքում է եղել։ Քանի որ նրանց անկախությունը, որ հանրաքվեով անկախացան, ոչ մեկը չընդունեց, ներառյալ Հայաստանը չընդունեց։ Եվրոպացիներն էլ նույնիսկ դրան ասին լսել չեն ուզում։ Եթե այդ նախապայմանը մենք տնենք, այսինքն այս խաղաղության պայմանագիրը օգոստոսի 8-ին կնքվեց, բոլոր չեղյալ կլինի։ Քանի որ Ադրբեջանը կասի նոր պայման եք դրում, մենք դա չենք ընդունում։ Եվ ամեն ինչի ջուրը կընկնի, ինչը որ ցանկանում է անել Ռուսաստանը։ Ցանկանում է չեղյալ համարվի դա, որպեսզի կոնֆլիկտը, հակասությունը, պատերազմը Ադրբեջանի եւ Հայաստանի մեջ շարունակվի, որպեսզի իրանք հեռուն նստած ընդեղ ուրախանան եւ իրենց զենքերը ծախեն եւ իրանք հսկողություն ունենան, իրանք կան միջամտեն իբր հաշտարար։ Պարոն Գալստյան, կարող ենք ասել, որ սա երազանք է, նկատի ունենալ մենք ահռելի շինարարություն ունենք, չէ՞, անելու այդքան։ Սա երազանք չի, ծրագիրը դժվար կատարվելիք ծրագիրը բավական մեծ ծրագիր է, քանի որ մենք պետք է առաջի երթին Մեղրիի այդ 43 կիլոմետրի, որը գծերը, որ երկաթները ծախվել են Պարսկաստանին որպես եւ Թուրքիային որպես երկաթ, նրանք պետք է վերականգնենք, դա հնարավոր հեշտ է, որովհետեւ ճանապարհը կա, հիմնականը կա, պետք է մի քիչ ամրացնել եւ դրանք տեղադրել։ Եվ առաջին այդտեղից պետք է սկսել։ Առաջին այդտեղից պետք է լինի։ Հետո մենք պետք է հիմա արդեն Թուրքիայի հետ խոսում է Գյումրիից Կարս երկաթգիծը գոյություն ունի։ Բայց երկաթգիծը շատ ամուր երկաթգիծ չէ, ծանր բեռների համար երևի հարմար չէ, պետք է մի քիչ ամրացնել դրա այդ հենակները բաները։ Դրա վրա Թուրքիայի հետ բանակցություն է գնում, ինչպես որ լսել եմ, որ դա սկսեն վերականգնել, այսինքն բարելավել այդ ճանապարհը։ Երրորդն էլ Իջևանից դեպի Ադրբեջան ճանապարհն էր, որ այսինքն նախկին խորհրդային տարիներին օգտագործված այդ ճանապարհները այդ ճանապարհը հանեցին։ Այդ ճանապարհը պետք է վերականգնվի, որ մենք երկրորդ ճանապարհ ունենանք, բացի Մեղրիով Ադրբեջան նստելու, Ղազախով էլ Ադրբեջան նստենք Իջևանի վրայով։ Այն երկաթգիծը, որ գնում է դեպի Թբիլիսի, տեղից էլ միանա Ադրբեջանին։ Դա մի քիչ ավելի երկար աշխատանք է։ Տեսեք, դուք ասեցիք Ադրբեջանը, եթե ցանկություն ունի իրոք խաղաղության գնալու ես ամեն ինչը վերականգնելու, այն մեր տարածքում որ նստած են, այդտեղից դուրս գալու մասին կմտածեն, իսկ ինչու են դանդաղում, չեն հապաղում։ Երբ որ Ադրբեջանը 240 քառակուսի կիլոմետր տարածքները գրավեց Հայաստանից աստիճանաբար մայիս 2021-ից սկսած, Ալիևը հայտարարեց, որ այնտեղ որ մեր զինվորը կանգնած է, մեր երկիրն է։ Այս հայտարարությունը արել է։ Հիմա 240 քառակուսի կիլոմետրից ոնց է դուրս գալու, ինչ ասեի։ Իր ժողովրդին ինչ պիտի ասում են սահմանազատում կանենք արդեն։ Սահմանազատումը արդեն այնտեղ արված է, իրենք գիտեին որտեղից են առաջ եկել։ Այդտեղ խորհրդային միության այդ Ալմատիին վավերացած այդ քարտեզների գծի վրա էին։ Այնտեղ էին կանգնած նոյեմբեր 9-ին բոլորը վերադարձան այդ գծի վրա։ Հետո մայիսին սկսեցին ներխուժել Հայաստանի տարածք։ Մայիսից հետո է որ այս 240 քառակուսի կիլոմետր գրավել են։ Ես անգամներ ասել եմ, այդ դրանք ամենահեշտն է վերադարձնելը, քանի որ իրանք գիտեն որտեղ է սահմանը։ Եվ դրանից շուրջ 180 կիլոմետր այսօր ընդհանրապես խնդրու առարկա չի, քանի որ երկուսն էլ գիտեն ինչ են անելու։ 12 կիլոմետրը սահմանազատված է Տավուշում, բայց միայն 12 կիլոմետրը սահմանազատված, մնացորդը չի եղել։ Նրանք բավական, ես կարծում եմ, որ մոտավորապես 80%-90% սահմանի հեշտությամբ կարելի է 6 ամսում մետարով սահմանազատել, բայց հետո գալիս են Տավուշի խնդիրները, որ հայկական մայրուղին անգամներ մտնում Ադրբեջանի տարածք դուրս է գալի, տարածքների փոխանակում պիտի լինի, այն որ ճանապարհն անցնում է Մերլինի, մեկ դրան հավասար տարածք Ադրբեջանի տարանք մի քիչ տարբեր տեղերում։ Իսկ Սյունիքում մի քիչ խնդիրն ավելի բարդանում է, քանի որ շատ տեղեր ճանապարհը ինքը սահմանն է գծել սովետական միությունը։ Այսինքն դուք եթե ճանապարհի վրա կանգնեք այդ գիծը լինի մեջտեղի, մեկ ոտը ձախ տնեք, մեկը աջ, մեկը Ադրբեջանում է, մեկը Հայաստանում է։ Այսինքն դրանք արդեն կռվախնձոր են, չէ՞, դա առնում արդեն։ Դրա համար Ռուսաստանը համաձայն չի, որ խաղաղություն։ Այդ խնձորները ինքն են նետել, հիմա արդեն կհավաքեն, ինչպես իրեն ձեռ։ Այսպես ու այնպես
ես կդասավորեմ ձեր համար եւ այլն, եւ իր խորհրդային միության գծած քարտեզներ ճանապարհներն են սրանք։ Հետո այդ ճանապարհը բացի այնտեղ որ Գորիսից հարավ միտեղ Էյվազլու գյուղը կա ադրբեջանական 20 կիլոմետր մեր ճանապարհը մտնում էր Ադրբեջանի տարածք, որը իրենք փակեցին 3 տարի առաջ, 4 տարի առաջ։ Բացի դա ուրիշտեղ 8 տեղ ճանապարհը նորից մտնում Ադրբեջան դուրս է գալի։ Բացի այն որ սահմանն է ինքը, որոշ ճանապարհը ինքը։ Դրանք երկարատև բանակցությունների կարիք ունեն, որ մենք հանդիճենք նրանց, մետեղ նրանք զիջեն մեզ։ Մետեղ մենք հող տանք, փոխանակենք նրանց հետ եւ որպեսզի այս ճանապարհը վերականգնվի աշխատանքը այդ ճանապարհը։ Ռուսաստանի հետ ինչպես պետք է կարողանանք աշխատել, որ Ռուսաստանին մենք չպետք է թողնենք որ խառնվի այս բաներին, քանի որ եթե Ռուսաստանը խառնվեց նույն խանիճաղը չկսարկի, ինչ որ ինքը ժամանակին արել է իր գեներալ շտաբի միջոցով։ Այսինքն այս ապաշրջափակման գործընթացին Ռուսաստանը չպետք է խառնվի։ Ոչ։ Եթե միջամտեց, նորից Եթե կդառնալու են։ միջամտեց, արդեն նշանակում է, որ նորից ուզում է գա խառնի ամեն ինչի իր ուզածով իր ճանապարհը։ Ռուսաստանը այսօրվա այդ թուլացել է որպես ուժ, այդ հնարավորությունները կարծում եմ դժվար թե ունենա։ Ադրբեջանի հետ էլ աշխատում են իբրև հարաբերություն են լավացնել, բայց Ադրբեջանը մի անգամ փորձեց տեսավ ինչպես է լինում, չեմ կարծում շատ հաջող են, շատ բարեկամական հարաբերություններ կարողանան ունենալ։ Այնպես որ մենք տեսանք։ Այո, տեսանք ինչպես կատարվում։ Պուտինը ներողություն խնդրեց, պարոն Գալչյան։ Այո, Պուտինը ներողություն խնդրեց, Ալիևից, չէ՞ որ։ Իր փոքրիկ եղբորից ներողություն խնդրեց։ Ուրեմն ինչ է նշանակում, նշանակում է որ արդեն ուզում է ինքը զիջումներ անել, ինքը այն ուժը չունի որ կարողանա այդ գործերն անել։ Այս ամենը պետք է կարողանանք իրականություն դարձնել գոնե կեսից կեսը, քանի Թրամփի վարչակազմն է, թե դա կապ չունի։ Ես կարծում եմ Թրամփի վարչակազմից հետո դա կշարունակվի դա ընդհանուր։ Որտեղ Միացյալ Նահանգների շահեկան իրենց շահին է այդտեղը, բայց ամենակարևորն է մենք Ադրբեջանի հետ եթե խաղաղություն ունենանք, Ռուսաստանը չի օգտվի դրանից։ Մեր հակասություն չունենանք, այդ հակասությունից չի օգտվի իր շահը առաջ տանելու համար։ Մենք դա պետք է մեր դրոշակը սարքենք, միշտեր մեր ընդդիմությունը ճիշտ դրա հակառակն է անում։ Անում է ինչ որ ցանկանում է Ռուսաստանը։ Հարգելի հայրենակիցներն ու անտապանը կրկին եթերում է։ Պարոն Գալչյան, լավ, հիմա Ռուսաստանին թույլ չպետք է տանք, որ խառնվի այս ամենին, Միացյալ Նահանգները մեծ հնարավորություն է խոստանում այս իրավիճակը շտկելու։ Թրամփը հայտարարեց, որ դուք 30 տարուց ավել չկարողացաք, բայց ես հիմա երկուսին նստացրել եմ, իրանք հիմա եղբայրներ են եւ այլն։ Լավ, սենց օթի մեջ 100 տարի եւ վերջ ինչ է լինելու։ Բարեբախտաբար գիտեք ինչ ցավոք սրտի այդ համաձայնագրերը, այդ նախաստորագրվածները, բաները դրանց մեջ ժամկետ չկա, որ մինչև երբ պիտի այդ վերջնական ստորագրումը լինի, որ դա շատ կարևոր է, քանի որ կարող է դա երկարաձգվել 6 ամսի փոխարեն 6 տարի տևել եւ այլն, որ հիմա էլ մնանք Միացյալ Նահանգների այդ ձգած պարանի ներքո։ Հիմա բարեբախտաբար կարծես անդրադառնալով դրան ժամանակին սկսել են, որ այս պայմանագիրը իրականացնելու համար ինչ որ բաներ ծրագիր են ներկայացնում կոնգրեսին, որի մեջ այդ բանը ասվում է, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ուրեմն մենք խիստ պատիժներ կտենք իր վրա, եւ այդտեղ էլ խոսում է, որ ոչ հասկանալի, անհասկանալի հետաձգումներն էլ կհաշվվեն որպես հակասում է մեր պայմանագրին։ Այդ հետաձգումը որ թվից որ թիվ է։ Հիմա այդտեղ է, այս պայմանագրի վերջնական կետը, որ մենք պետք է ստորագրենք եւ այլն, տեղով պետք է արդեն նշանակվի, որոշվի այդ հանձնախումբը պետք է մի որոշում ունենա, նպատակ ունենա, մենք այս գործը անելու ենք 6 ամսում։ Այսինքն Միացյալ Նահանգները ժամկետ պետք է սահմանի Ադրբեջանի համար միայն։ Մեր համար երկուսից համար միատեղ են այդ գործն անելու, համատեղ պետք է ստորակ պատրաստվի այդ փաստաթուղթը։ Եվ եթե այդտեղ հասավ այն ժամանակ մենք մեզի ավելի ապահով կզգանք ճիշտ ասած։ Դա կարևոր է, քանի որ առանց ժամկետի դու կարող ես 20 տարի կաշտացես համաձայնաբանել բանակցությունները։ 20 տարվան դաշտում ժողովուրդները չեն շահելու, մնալու են այսպես արկախ վիճակի մեջ։ Նորից այդ խնդրեմը, նորից այդ խնդիրը, նորից կմնանք տնտեսապես։ Կլինի, չի լինի, այս կլինի, այն կլինի։ Դրա համար ժամկետը պետք որ որոշվի այսքան ժամանակով այս պայմանագիրը պետք է ստորագրվի։ Իսկ այս fake քարտեզների հետ կապված պայքարը միշտ պետք է շարունակական լինի եւ այդ քարտեզները, տեսեք, չգիտեմ, մեր պաշտոնապես մերոնք որևէ բան հայտարարել են,
Թե չէ, ես բայց կհորդորեմ մեր արտգործնախարարությանը, որ բողոքի ես քարտեզի հանդեպ, որտեղ քարտեզի վրա գրված է Զանգեզուրի միջանցք։ Ընդ որում հայկական տարածքները, գետերը, ամեն ինչը ներկայացված է Հայաստանի որպես տարածքները ճիշտ քարտեզը գծված է, ոչ շատ մանրակրկիտ ու չհասկանաս երկաթգիծը որտեղով անցնում եւ Զանգեզուրի միջանցք է գծում։ Դա քարոզչության միջոց է իր երկրի համար։ Եվ մենք պիտի բողոքենք, պարոն Ալիևին պիտի բողոքենք մենք, թե հակառակ քո ասածների, որ Զանգեզուրի միջանցք չկա ձեր մեր ստորագրածների մեջ, այստեղ քարտեզը հրատարակվել էր քարտարի։ Ընդ որում վարչապետն ասում է թող իր տարածքում ինչ ուզում է ասի, դա իր ընդունելի է, բայց իր տարածքով կարող է իր ճանապարհի անուն դրի Ալիևի ճանապարհ, կարող է դնել Լենինի բայց ասում է Զանգեզուրի միջանցք, շատ դուրն է եկել է այդ տարածքի։ Այո։ Եվ Զանգեզուրին Իրանը չի իրավունք չի սահմանում։ Եվ սա եթե իր ներքին լսարանի համար է, ինչպես դուք ասում եք, այս քարտեզը եւս, դա նշանակում է, որ նորից մի սերունդ է մեծանում հայատյաց, նորից մի սերունդի են։ Գիտեք, ես տեսնելով Ադրբեջանի մի երկու անսովոր, անսպասելի քայլերը, մեկը այն, որ իրավունք է տալի հայկական ապրանքները Ադրբեջանի միջոցով կան Ադրբեջան հասնեն Հայաստան, որ այդ հայտարարությունը անցյալ շաբաթ արեց։ Եվ ես լսեցի, որ Արևմտյան Ադրբեջան անունով կազմակերպություն կա, որ ասում է, որ մեր ժողովուրդը պիտի վերադառնա իր տները, այս ընդհանրապես Հայաստանը Արևմտյան Ադրբեջանը Հայաստան երկիր գոյություն չի ունեցել։ Եվ նրանց իրավունքները պետք է պաշտպանենք եւ երաշխավորենք անվտանգությունը։ Մեր ոստիկանությունը պիտի նրանց անվտանգությունը երաշխավորի Հայաստանի ներսում։ Շատ մեծ ախորժակներ են։ Բայց լսեցի, որ դրանց գործունեությունը այժմ սառեցված է այդ կազմակերպության։ Գուցե սա Ալիևի հետական քայլն է, լրացրել է դրանց, որպեսզի քայլն որ կարող է, բայց ինչ կանի իր սերնդի հետ, երբ որը կրթվել է այն դասագրքերով, որի մեջ հայերին անընդհատ հայատյաց ամեն տեսակի տեղեկություններ կա այնտեղ։ Դա ինչ պիտի անի, դա չի մաքրվի մարդկանց մտքից։ Նա աստիճանաբար սերունդ է պետք որ անցնի, երկու սերունդ է պետք։ Ընդ որում Ղազախստանից ծորեն պետք է ստանանք, մարդիկ դեռ կան կասկածում են, թե այդ անվտանգությունը այդ ծորենի։ Ես մեկ հարց տամ։ Մենք ծորեն այժմ ստանում ենք Ռուսաստանից։ Բայց չենք մտածել երբեք։ Գալիս է երբեք։ Վրաստանի միջոցով հասնում ես։ Եթե երկրորդ ճանապարհն ենք գտե, որ Ղազախստանից մենք նորից այս անգամ ուրիշ ճանապարհ, Ադրբեջանի ճանապարհով։ Դա ինչ վնաս է։ Դե ասում են դեռ թող գա, տեսնենք ինչ ծորեն ծորեն է։ է։ Ունենք, որն առնենք, սա թե նա։ Գուցե Տոկաև ունի ներքին պայմանավորվածություն Ալիևի հետ, տարբեր Ինչ որ ուզում են վարկածներ։ եթե մեր շահին է, մեր համար ավելի հարմար է, ավելի էժան է, ավելի արագ է տեղից ստանալ, ուրեմն մեր շահին է դա։ Ինչ պայմանավորվածության, որ իրանք ունեն, դա մեր խնդիրը չի։ Ռուսաստանը մենք համարյա 80-90% մեր ծորենը 80% Ռուսաստանից ենք առնում։ Դե Լարսից ազատագրում ենք ծորենը, այսպես։ Ուրեմն եթե Ռուսաստանը որոշի, որ մեզ ծորեն չտա, մենք երկրորդ սովաման ճանապարհը։ կլինենք այստեղ։ Հիմա երկրորդ ճանապարհն է բացում, Ղազախստանը համաձայնել է Ադրբեջանի միջոցով մեր տա։ Սա արդյոք սահմանափակում է, թե սահմանը բացելն է, մեծացնել այլ ընտրակ ունենալն է։ Ընդդիմությունը ասում է սահմաններ դեռ չեք բացել։ Եթե ընդդիմությունը դա է ասում, դա ուրեմն ընդդիմությունը կամ չի հասկանում ինչ է ասում, կամ միտամնավոր է անում այդ գործը, որպեսզի մեր թշնամությունը Ադրբեջանի հետ շարունակի։ Պարոն Գալստյան, հնարավորություն կա նոր ընտրություններից հետո 2026 թվականին ունենալ մեկ այլ ընդդիմություն, որը ոչ թե այս գործողությունները ինչ որտեղ բամբասանքի կամ հակառակվի եւ այլն, այլ հնարավորություն տա իշխանություններին ավելի արագ աշխատելու, ավելի օբյեկտիվ լինելու։ Կա նման հնարավորություն այս Դա մեր տեսնում ցանկ բոլորիս կարծում եմ Հայաստանի ժողովրդի բոլորի ցանկությունն է այդպեսի մի իշխանություն լինի, որ ժողովրդի մասին մտածի, ոչ թե դղյակներ կառուցելու եւ գրպաններ լցնելու մասին մտածի։ Դա էլ մի քիչ եթե մտածենք այսօր վաղը իրականանալ մի քիչ ուտոպիա է լինում, մի քիչ շատ բայց նման ընդդիմություն ունենալու դեպքում ընդդիմություններ կան, փորձ ունեցող ընդդիմություն չկա, որ այդ գործն անի։ Նոր կազմակերպություններ կան, որ խելոք ղեկավարություն ունեն, լավ են ճիշտ ճանապարհն են առաջարկում, բայց փորձ չունենալով կամ չեն մասնակցի, քանի որ իրանք չեն կարող իրենց ներկայացնել որևէ փորձ ունեցող մեկը որպես
կամ էլ կարող է միանան ուրիշի հետ մասնակցեն որպես մի կազմակերպություններ, բայց հույս ունեմ, որ մեր առողջ ընդդիմություն մենք ունենանք այս երկրում։ Մենք առողջ ընդդիմություն չունենք, ընդդիմություն ունենք, որը միայն հակասում է ամեն ինչին։ Հակառակն է ասում։ Առաջի օրվանից սկսած, ինչ որ իշխանությունները որոշում են, ասում են դա վատ է։ Եվ բոլորի պատճառաբանությունը մեկն է, Նիկոլ Փաշինյանը գնում է զիջումների, ոչ թե փող զիջումների, այլ զիջումների։ Դուք ինչ այլ տարբերակ ունեք, համաձայնեք առաջարկեք ձեր տարբերակների մեջ տեղ դրեք, ասեք սա ավելի լավ էսպես անենք։ Ադրբեջանին չընդունեք, որ ճանապարհը բաց է, մենք ինչ ճանապարհը, ինչ երկրորդ ճանապարհը որտեղից բացենք։ Եվ վերջին հարցս մեր հաղորդումը մոտենում է ավարտին արդեն որպես պատմաբան եւ որպես հայ առաքելական եկեղեցու հետևոր։ Ինչ է կատարվում հայ եկեղեցի իշխանություն, այս հակամարտությունը որքան կարող է շարունակվել։ Հակամարտությունը եկեղեցի եւ իշխանություն չեմ ասի, ես եկեղեցի իշխանություն եւ եկեղեցական անհատներ կասեմ։ Գիտեք ինչ, եկեղեցին կոչվում է հայ առաքելական եկեղեցի։ Այսինքն պետք է պաշտպանի հայ առաքելականների բոլորի շահը, բոլորի կարծիքը ներկայացնի։ Ես այսօր վտանգ եմ սպառնում ժողովրդին, ընդհանրապես դրսից վտանգ ես կրում, եկեղեցին պետք է սատար կանգնի ժողովրդին, ասել եկեք այս վտանգավորը, այս գործը այս անենք, պաշտպանվենք դրանից։ Երբ որ եկեղեցին սկսի քաղաքական աշխարհ մտնել, նշանակում է եկեղեցին պաշտպանում է մի խումբ հայ առաքելականների կողմը, մյուսներին անտեսում։ Արդեն այստեղ շեղվում է իր հիմնական գործից, որ հայ առաքելական եկեղեցին հայ ժողովուրդն է ներկայացնում, արդեն դուրս է գալի դրանից։ Ժողովուրդ չես ներկայացնում, ժողովրդի մի մասնիկին ես ներկայացնում։ Դա եկեղեցին իրավունք չունի անելու։ Դրա համար էլ որ եկեղեցին չպիտի քաղաքական աշխարհ մտնի, քաղաքական աշխարհը այնքան խառնիճաղանջ է, այնքան հակասական է, այնքան դգեր բաները կատարվում, որ եկեղեցուն հարիր չի մտնելու այդ աշխարհը։ Մինչդեռ իրենք սկսեցին 2 տարի առաջվանից հակա իշխանական սահմանազատման գործընթացից ընդ որում Տավուշի ամեն ինչի մեջ։ Դա իրավասու չի եկեղեցին այդ գործն անել։ Այն անհատները, որ գալիս են այդ գծով, որպես եկեղեցական են գալիս, եկեղեցական չեն կարող լինել, քանի որ պաշտպանում են ժողովրդի մեկ մասի շահը միայն։ Այնպես որ եկեղեցին մուտք գործեց քաղաքականություն, իշխանությունը փորձեց նրանց նորից վերադարձնել այնտեղ, որտեղ իրենց գործառույթները պետք է լինեն, եւ 2 տարի այս հակասությունը կարծես թե չի լուծվում եւ գնալով ինքը ավելի խորանում է։ Անցած Կիրակի մենք տեսանք հոկտեմբեր 26-ի պատարակը, ընդ որում այդ պատարակը Նիկոլ Փաշինյանը խոստանում է, որ պետք է կրկնվի նաեւ այս շաբաթ, իսկ սա նշանակում է, որ ամեն դեպքում մենք տեսանք, որ բախումներ գրեթե հնարավոր է որ լինեն, եթե չլինեն ոստիկանական ուժերը, եթե չլինեն ավելի խոհեմները։ Բախումներ չեմ կարծում, բայց ես կարծում եմ, որ եկեղեցին ինքը իր խնդիրը լուծի։ Ինչ տեսակով պետք է լուծվի, քանի որ այն մարդիկ են սինոդը, որ նրանք են կազմակերպված այսօրվա ներկաները, բոլորը ներկա կաթողիկոսի նշանակածներն են։ Ուրեմն մենք պետք է սպասենք, տեսնենք մնացորդ ժողովուրդը, սփյուռքահայությունն ինչ ասում դրա մասին։ Ընդ որում Նիկոլ Փաշինյանը այսօր իր ուղիղ եթերում Facebook-յան էջում հայտարարեց, որ սենսացիոն հայտարարություն է արել կաթողիկոսը, հիշեցրել է կանոնագրքի մասին։ Այնպես որ պարոն Գալստյան, սպասում եք, որ ձեր ապրած տարիների փորձը տեսնելով ձեր գիտելիքները պատկերացնում եք, որ եկեղեցի եւ իշխանություն, եկեղեցականներ եւ իշխանություններ այս կոնֆլիկտը կլինի։ Կա, այս կոնֆլիկտը չես կարող լուծել, քանի որ եկեղեցականները արդեն իրենց արածն արել են, իշխանությունները իրենց հայտարարություններն արել են։ Դա երկում զիջումներից են կլինի, որ թեղել մի բանից զիջի, մյուսը զիջի։ Այսինքն լուծումը երկխոսությունն է, ոչ թե հանրային դաշտում եւ եկեղեցու վերադասավորումն է։ Տեսեք, մարդկային չի իմ տեսակետից, որ եկեղեցականները չպիտի ընտանիք կազմեն։ Այսինքն ռեֆորմներ պետք է լինեն։ Ռեֆորմը պետք է լինի։ Անգլիայի հոգևոր առաջնորդը Archbishop Canterbury-ին կին երեխաներ ունի այդ մարդը։
Ինչն է տարբեր դրանից ուրիշ կրոններից, ինչու պիտի տարբերվենք մենք։ Այնպես որ վերանայելու եւ Հիմնական ավելի խնդիրը տեղից է գալիս, պատճառը գալիս մարդ արարածը մարդ է ամենտեղ։ Եվ իր պակասություններն էլ ունի ամենտեղ ամեն տեսակի։ Եվ պիտի դրա առջև դուրս գալ, դուր չթողնել, որ իրանց այդ պակասությունները կամ այդ գիրքերը, բաները հակառակ լինեն իրենց ապրած կյանքին։ Այնպես որ սա մեզ հարիր չէ, պետք է արագ այս հարցը լուծվի, որտեղ սա նորին մեր ճշնամիների ջրաղացին են ջուր լցնում, այնպես որ եւ եթե մեր հաղորդումը ժամանակը ներեր, գուցե անդրադառնանք թե ընդդիմությունը այս հարցում ինչ Ընդդիմությունը պարզապես են ասում, այն ինչ որ հայանպաստ Հայաստանի այսօրվա իրավիճակին նպաստող որոշումներ, առաջարկներ եւ գործողություններ կան, բոլորին դա հակառակ է։ Պարոն Գալչյան, շնորհակալություն եմ հայտնում այսօրվա մեր հաղորդմանը մասնակցելու համար, հարկ լինելու դեպքում մենք ձեզ կրկին կխնդրենք այս տաղավարում լինել, որտեղ այն գիտելիքները, որ դուք ունեք փոխանցում եք հանրությանը, կարծում եմ շատ առարկայական եւ կարեւոր է այսօր։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ եւ մեր ժողովրդին ցանկանում եմ, որ մի որևէ որոշում տալու համար նախապես լավ մանրակրկիտ հզատոզել, տեսնել իրականությունն ինչ է, հիմնվելով իրականության վրա այդ ձեր որոշումը։ Եվ պատմական փաստերի։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։